երկու հանդիպումներին էլ մեկնարկային կազմում, և ֆուտբոլիստները մրցած պարեզում են, իսկ Ուրարտուից հրավիրված պաշտպան, որը ճիշտ է ժամանակ չստացավ ազգային հավաքականում Ուրարտուի մեկնարկային կազմում։ Ողջունեցին միմյանց թիմերի ավագները, նշեմ, որ Նոան ընթացիկ առաջիրոհել գնդակ վերահասկել, այնպես որ սա խոստանում է թեժ պայքար։ Հուսեյնովիչի փոխարեն խաղում է Մատեուս Սայասը, սկսված է հանդիպումը եւ գնդակով Հայաստանի գործող չեմպիոնն է։ Բանը փոխանցեց գնդակը Ցիմբալյուկին, Նոան ճնշում է գործադրում, շատ բարձրից է դիմավորել եւ Ուրարտուին փորձում է թույլ չտալ իր ֆուտբոլը խաղալ։ Էդիկ Վարդանյանն է հաճախ խաղում, հիմա վտանգավոր է, Հելդերը թողեց, գնդակում է գնդակը Սուալեհեն, խախտում չկար, Սուալեհե խանցում Յակոլիշին, Յակոլիշ և չհասավ գնդակին Հելդերը, Միշևը վրիպում է, Հելդեր, Այաս, Մաթեուս Այաս և Միշելը Գորմատինյանը, և առաջին գոլային պահ ստեղծեց Նոան այսօրվա խաղում, Սուալեհե, Յակոլիշ չհասավ Սայնտինին, մարզիչ Իսկ հիմա վերադարձել է Ուրարտու, Սուալեհե փոխանցում, Հելդեր ընթացքից արված և իդերը, Ուրարտուի դարպասապահը ոչ միշտ է գտնում լավագույն տարբերակ առայժմ և Աղասարյանը պայքարում է Էտեկի դեմ, շատ հաճախ են առերեսվում միմյանց, երկու թիմերի կիսապաշտպանները, Յակոլիշ տարածությունները շատ չեն, Օշիմա շատ ազատություն հիմա տվեցին Օշիմային, Օշիմա և վերջում միայն Սունյանը փոխանցեց միանգամից Օշիմային Հելդեր, Հելդեր Ֆերեյրա դիպավ Ժիրայր Մարգարյանը Հարությունյան, անդրադարձ և Միշիև Սուալեհե փոխանցում, ումն է գնդակը, ոչ ուժեղ, առաջ է շարժվում Ժիրայր Մարգարյանը, փոխանցում դեպի Միշելը և ահա համառեց և հաղթանակեց այս դրվագում Բրունո Միշել անցումը չստացվեց Բրունո Միշել, բայց դեռ չկա փոխանցում, Օշիմա, և փոխանցումը դեպի Սուալեհեն, Սուալեհե, Այաս, թույլ չի տալիս նրան հարվածել Ղազարյանը, Սայնտինի, Նաթանիել Սայնտինի ու սահանքում Ցիմբալյուկից։ Լուկյանը Սայնտինին փոխանցում է Սուալեհեին, որը մինչև այժմ լավ էր միանում գրողներին, այս անգամ հետ է գալիս դեպի Սայնտինին, Սայնտինի արված և նորից ինչ-որ մեկը հայտնվում է գնդակի ճանապարհ, նաև գոլային պահ ստեղծեց Մաթեուս Այասի համար, որից հետո փրկեց Ալեքսանդր Միշիևը, Բրունո Միշել, Էդիկ Վարդանյան բարձր է հարվածում, բայց խաղից դուրս վիճակ կար, ամեն դեպքում Ուրարտուն այսպիսի շանս չէր ունեցել, առաջին օրը լավագույններից էր առաջին կեսում և Էդիկ Վարդանյան բարձր է ընթանում գնդակը, դրա համար ժամանակ չեն տալիս հարվածելու համար, Հելդեր Ֆերեյրա փոխանցում դեպի գրգիչը, սակայն ավելի արագ է կողմը դարձել Ղազարյան, Լյովե, հարված և չանչային մեկը առաջին կեսում կատարեց Հելդերը, Հելդեր և Միշիևն ու դարպասաձողը, իսկ Հելդերը գլխավոր սպառնալիքն է Նոայից, Հելդեր, Գրգիչ փոխանցում, Աղասարյանը գերազանց խաղարկում էր Ուրարտուից, Բրունո Միշել, փոխանցում աջ Վարդանյան, Էդիկ Վարդանյան, ոչ Սուալեն ուղղակի պատի պես կանգնում է 4 գոլով կմտնի խաղադաշտ, մինչև այդ գրում է Նոան Գրգիչ, Ցիմբալյուկը պայքարեց Գրգիչը, պես Բրունո Միշելը, Միշել, Բրունո Միշել և վերջում միայն Օշիմայի սահանքումը օգնեց, այլ շատ լավ է բացվում Միշելը մրցակցի հենակետային գոտում և օգնում է թիմին առաջ շարժվելու հարցում, իսկ Լյովեն ու Վարդանյան արագ հարմարվեց Նոայի խաղին, Հելդեր փոխանցում Անվելյան բարձր է, զարգանում են գրոները նրա միջոցով, լավ փոխանցում էր Վարդանյանին, Միշել, այստեղ էլ խաղից դուրսից ուղակը զգալիորեն ավելի սպառնալից է առջևի գծում, քան առաջին կեսում էր և քիչ և միակ նպատակը չեմպիոն դառնալն է Օշիմա, Հելդեր, հասավ Հելդերը և անդրադարձ Ուրարտում ժամանակ գրեթե չի ստանում, իսկ հիմա ոչ ոք չհասավ գնդակին Նոայից, բայց Այվազյանը անկյունային է, Արտեմի Գունկոն մինչև այդ
Փոխանցում էր կատարվել դեպի Մուլլա Հուսեյն, քանակը, որովհետև Ալեֆը վերադարձել է Գրգիչ։ Թանյանը ընդառաջ եկավ, այսպես է նա պաշտպանություն իրականացնում, լինելով հարձակվող, Սուալեհե, Մուլլա Հուսեյնովիչ, ինչ է անում Միշիևը։ Տակուտո Օշիմա, առաջ է շարժում ճապոնացին, Գրգիչ, Ալեն Գրգիչ, Ղազարյանից անդրադարձ և առայժմ չեն կարողանում ավելի արագ գրոհել, միգուցե հիմա դա տեղի ունենա Հելդեր, Միշիևը հեռացնում է գնդակը, թիմերից որևէ մեկի լարվածությունը մեծանում է, երկու թիմերի համար էլ հատկապես Լիովեն, Մանվելյան, Արագորեն փոխանցում է ձախ, Սուալեհե, շրջանցում է Այվազյանին, Հելդեր Ֆերեյրա, Հելդեր փոխանցում և Միշիևը նայինը նա է իրացնում, Գորն Մանվելյան փոխանցում, Մուրադյանն է շեղում գնդակի ուղղությունը, Այվազյան, կրկին Ալեքս Լիովը, փոխանցեց Մելքոնյանին և Մուրադյանը փրկում է, հիմա Նոային գրոհը շարունակվում է, Օշիմա, Գունկոն վերադարձրեց, Արտեմի Գունկո, անդրադարձ, Ժիրայր Մարգարյանը փոխանցում է կատարում, Փիլոյանը ցատկեց, Մուլլա Հուսեյնովիչը հեռացնում է, Բոակի է և Խարիտոն Այվազյանը թիկունքում էր, այլապես